Ոմանց հանդիպում ես, հարցնում ես եկեղեցում ինչ կոչում ունես, ինչ կանչվածություն ունես, դե ասում է դեռ չեմ գտել իմ տեղը, դեռ փնտրում եմ, հարցնում ես քանի տարի է որ եկեղեցում ես, դե մի 20-25 տարի կլինի, աշկերտ կլորանում է ոնց, 20 տարի է ու դու դեռ չես գտել քո տեղը, պատճառներ կան, որ մարդիկ չեն գտնում իրենց տեղը, իրենց կոչումը, իրենց ծառայությունը եկեղեցում, իմիջիայլոց եկեղեցում ծառայել ասելով ի նկատի չունենք այս պատերի ներսում գտնվող գործողությունները, այլ եկեղեցում ծառայություն ունենալ նշանակում է Աստծո ընդհանրական համաշխարհային եկեղեցում քո տեղը գտնելը։ Իսկ այդտեղ այնքան Աստված այնքան ծառայելու դաշտ ունի, այնքան տեղ ունի, այնքան ծառայելու տեղեր ու կարիք կա։ Բոլորիս համար Աստված իր որոշած տեղը ունի։ Պատահում է, որ կարծես տեղդ գտել ես, բայց կողքից ինչ որ մարդիկ խանգարում են, շեղում են ու չեն թողնում կամ ու խանգարվում ես այդ տեղը հասնելու համար։ Ժամանակ կա ուղղակի անհոգ ես լինում, մարդը անհոգ է լինում իր ծառայությունը իր տեղը գտնելու ու ուղղակի անօգնության անտարբերության պատճառով իր տեղը չի գտնում եկեղեցում իր ծառայությունը կոչումը տեղը չգտնելու համար կամ դրան չհասնելու համար առաջի խոչընդոտը դա մեղքն է։ Երբ որ մարդը մեղք է գործում, առաջի մեղքը գործում է կարծես մի քար դնի իր եւ Աստծո միջև։ Երկրորդ մեղքը գործելով երկրորդ քարն է դրվում, երրորդ, չորրորդ ու տասնյակ մեղքերից հետո մեկ էլ հասկանում ես, որ քո եւ Աստծո միջև պատ է առաջացել եւ Աստծո լույսը չի հասնում քեզ։ Խոսում ես, կարծես քո ձայնը չհասնի այն կողմ, Աստծուն չհասնի։ Կամ պատահում է, որ հակառակորդը այնպիսի հարձակում է գործում մարդու վրա, որ մարդը չի կարողանում դիմանալ այդ ճնշմանը, ընկրկում է կամ հետ է գնում ու չի հասնում, կորցնում է իր ուղղությունը։ Իսկ ինչ անել, որ մեր կանչվածությանը հասնենք։ Առաջի պայմանը իհարկե այն է, շատ հեշտ, պարզ ու այն կարճ եւ համառոտ Աստծո ձայնը լսել, Աստծուն հարցնել եւ Աստծուց պատասխան ստանալը։ Փառք Աստծուն, շնորհակալ եմ Աստծուն այն մարդկանց համար, որ մարդիկ ամեն օր Աստծո հետ կապի մեջ են եւ կարող են Աստծուն հարց տալ եւ հարցին պատասխան ստանալ, Աստված իրենց հետ խոսի ու իրենք լսեն ու հասկանան ու իրենց տեղը իմանան։ Բայց եկեք խոստովանենք, որ բոլորը չեն եկեղեցու, որ կարող են Աստծո ձայնը միանգամից լսել կամ ճանաչել կամ տարբերել։ Երկրորդ վարիանտին հայերեն, երկրորդ տարբերակը այն է, որ Աստվածաշունչ ունենք մենք, Աստծո խոսք ունենք, Աստված իր խոսքի միջոցով խոսում է։ Եթե դու աղոթքի մեջ չես կարող Աստծո ձայնը լսել, կարող ես Աստծո խոսքը բացել, կարդալ եւ նա իր խոսքի մեջ ունի գրված մարդու կյանքի բոլոր իրավիճակների, բոլոր տարիների, տարիքների, բոլոր մասերի մարդու կյանքի ամեն ինչի մասին, բոլոր մասնագիտությունների մասին ունի գրված իր խոսքում։ Եվ այդտեղ կարդալով, եթե դու հարցը ունես, քո մեջ Աստծուն հարցը տվել ես, կարդալուց հայտնաբերում ես, թե նա քեզ ինչ է ասում, որ իրավիճակին համապատասխան այդ օրվա համար խոսք, քո հարցի, քո խնդրի համար խոսք եւ պատասխան։ Աստվածաշունչը որ կարդում ենք, հաճախ մենք կարող ենք որպես օրինակ մեզ համար տեսնել աստվածաշնչյան հերոսներից ոմանց, ովքեր նույնպես այդ իրավիճակներով անցել են, այսինքն կանչված են եղել, բայց չեն իմացել, թե ինչի համար են կանչված եղել։ Իմ մտքում առաջինը գալիս է Մովսեսը, երբ որ Մովսեսը կանչված էր Աստծուց իր ժողովրդին ամբողջ ազգին առաջնորդելու գերությունից դեպի ազատություն, մարդը չգիտեր ինչի համար է կանչված, գնացել էր իր համար սարերում ոչխար էր պահում ու տարիներ 40 տարի սարերում իր համար անցկացնում էր եւ մեկ օր Աստված որոշեց նրան արթնացնի։ Կրակի մեջ եկավ եւ Մովսեսը երբ որ տեսավ կրակը մոտեցավ
Աստված իրեն ասեց, թե իր անելիքը որտեղ է, ինքը որտեղից պետք է սկսի։ Նախ ստեղ ուշագրավ մի բանի եմ ուզում ուշադրություն դարձնել, որ Մովսեսը մոտեցավ այն կրակին, որը Աստված էր վառել։ Ինքը հաճախակի լիքը շատ կրակներ էր տեսնում վառված։ Եթե ինքը ուրիշ կրակի մոտենար, Աստված իր հետ չէր խոսի ուրիշ կրակների միջոցով։ Երբ որ ինքը մոտեցավ այն կրակին, որը Աստված էր վառել, Աստծո վառած կրակի մեջից ինքն իր կոչումը իմացավ, թե ինչի համար է կոչված, ինչի համար է կանչված։ Եվ փառք Աստծուն, որ Աստված նրան հանձնարարեց եւ ինքը այդ հանձնարարությունը կատարեց եւ Աստծո ծրագիրը իրականացավ։ Կամ օրինակ Դավիթ թագավորը կանչված էր իր ժողովրդին առաջնորդելու, բայց գնացել էր գառներին էր պահում։ Աստված իրեն մի քանի անգամ հասկացրեց, որ քո տեղը թագավորական պալատն է, բայց ինքը դեռ չէր գնում այնտեղ, դեռ ինքը գնում էր իր գործերով, իր անձնական հարցերով եւ ժամանակը հասավ, որ ինքը Աստված նրա դեմ հանեց թագավորին, սկսեց փախչել, սկսեցին ժողովրդի շուրջը հավաքվել, այդ ժողովրդին էր առաջնորդում տարբեր երկրի մասերում փախչելով, նույնիսկ թշնամի հակառակորդների երկրում եւ այլն, այնքան մինչեւ իր կողքը համախմբված մարդկանց սկսել էր առաջնորդել Սավուղի թագավորի մայից հետո նոր ինքը հասկացավ, որ չէ, Աստված իրեն կանչել է ժողովրդին առաջնորդելու ու եկավ իր երկիր ու սկսեց ժողովրդին առաջնորդել ու մենք պատմությունից գիտենք, որ իսրայելացիների ամենահաջողված արքաներից մեկն էր Դավիթ թագավորը։ Շատ հերոսների կյանքում մենք կարող ենք այս օրինակը տեսնել, օրինակ Գեդեոնի կյանքին, որ նայում ես, Գեդեոնը կանչված էր իր ժողովրդին թշնամիներից, նեղողներից ազատելու, բայց գնացել էր այդ նեղողներից թաքնված, ինչ որ թաքուն բաներ էր անում, ցորեն էր թաքուն ծեծում, որ հանկարծ նրանք չտնեն, որ, չգիտեմ, սովխոզից բանագողաց է թաքուն բան անում, պահում է, բայց ինքը նրանցից թաքուն վախեցած էր այն մարդկանցից, ում որ ինքը պետք է հաղթեր ու վռնդեր իր երկրից։ Վերջապես Աստծո հրեշտակը եկավ, իրեն հասկացրեց իր կանչվածությունը, թե ինչի համար է կանչված։ Եվ ինքը երբ որ Աստծուն հնազանդվելով կանգնեց, իր տեղում այն մարդկանցից, ումից որ վախենում էր եւ թաքուն էր պահում իր ունեցածը, այդ մարդկանց վրա հարձակվեց եւ նրանց վռնդեց իր երկրից ու երկիրը ազատվեց։ Այսինքն մենք որ ուշադիր լինում ենք Աստծո խոսքին, Աստված մեզ մի բան է ասում։ Երբ որ կատարում ենք Աստծո ասածը, հասնում ենք մեր նպատակին, մեր նպատակակետին։ Մեր տեղը իմանում ենք։ Դու կանչված ես հատուկ նպատակի համար, բայց հաճախ գնում ենք այնպիսի պրիմիտիվ բաների վրա ենք մեր ժամանակը ծախսում, որ այդ կանչվածությունը մնում է մի կողմում։ Իհարկե, երկրային կյանքի համար կարևոր գործեր ունենք, կարևոր բաներ անում ենք, բայց երբ որ մեր հավիտենական երկնային կյանքի տեսանկյունից, երկնքի տեսանկյունից նայում ես, հաճախ մեր արածների 50%-ը կամ չգիտեմ, տոկոս չասեմ, որոշ մասը ժամանակի անտեղի կորուստ են լինում։ Եթե ուզում ես իմանալ քո տեղը, քո կոչումը, ովքեր որ գիտեն, փառք Աստծո իրենց համար, բայց շատերը դեռ փնտրում են, իմ խոսքը ուղղված է իրենց, մի հուշում էլ կա, որպեսզի քո կոչումը գտնես, քեզանից մեկ բան է պահանջվում, ուղղակի շարժվել, ուղղակի քայլել առաջ, սկսել շարժվել, սկսել քայլել, կանգնած չմնալ, չսպասել, թե երբ Քաջնազարի պես իմ կոչումը կգա, կընկնի իմ գլխին։ Մի երկու օրինակ էլ ասեմ, ավելի բարձ խոսքս բարձրացնելու համար, օրինակ ձմեռով, երբ որ ճանապարհների վրա մեքենաները գնում են, հաճախ մեքենաների անիվների տեղը փոսերը առաջանում, մենք դրան կալոսնիկ ենք ասում, չգիտենք հայերեն ոնց են ասում, վարորդները հաճախ չեն ուզում դրա մեջ մեքենան ընկնի, դրա վերևի մասով են քշում ավտոն ու բայց պատահում է, որ սահում ընկնում է դրա մեջ, երբ որ ընկավ, էլ դուրս չես կարող գաս, մինչև դրա վերջանալը։ Կարող ես ղեկը բաց թողել, մեքենան կգնա, ուղիղ իր այդ գծի մեջ։ Հաճախ մեքենայի վարորդների համար ցանկալի չի, բայց մեր եկեղեցական կյանքի համար ցանկալի է, որ դու քո գիծը գտնես,
քո այդ ուղին գտնես։ Երբ որ չես գտնում, շարժվիր տեղից։ Աստված այնպես կանի, որ այդ ուղին կգա քո դիմաց ու դու կընկնես այդ ուղու մեջ ու կսկսես գնալ։ Օրինակ գնացքը երկաթգծի ռելսերի վրա, երբ որ գնում է, ռելսերից դուրս չի գալի։ Հաճախ պատահում է, որ ինչ որ պատճառներով, ինչ որ խոչընդոտների հանդիպելով ռելսերից հնարավոր է դուրս գա։ Երբ որ դուրս եկա գնացքը չի կարող էլ շարժվել, չի կարող գնալ, մնում է։ Այդ ժամանակ մասնագետները բերում են հատուկ սարքեր են դնում անիվի տակ, անիվից դեպի ռելս։ Ու եթե այդ սարքը դրած է անիվի տակ մինչև ռելս հասնելը, որ գա, ընկնի ռելսի վրա։ Եթե գնացքը տեղից չշարժվի, չի ընկնի ռելսի վրա։ Որպեսզի ընկնի ռելսի վրա, պետք է գնացքը շարժվի այդ սարքերի, այդ հատուկ տեխնիկայի վրայով, որ գնա հասնի իր ռելսին, իր գծին։ Որպեսզի ես իմ տեղը գտնեմ եկեղեցում, թե որն է իմ ծառայությունը, իմ կանչվածությունը, իմ կոչումը, տեսիլքը, ես պետք է սկսեմ շարժվել, չգիտեմ որ ուղղությամբ շարժվել, լիքը ուղղություններ կան, բայց այդ ուղղություններով պատահական ուղղությունով սկսի շարժվել, Աստված քո կոչումը կբերի քո դիմացի ու կընկնես քո տեղը։ Եթե հաճախ մենք ինչի համար չենք գտնում մեր տեղը, հաճախ մենք ուղակի եկեղեցում գնում ենք մի անկյունում, հետևում մի անկյունում նստում ենք, ոչ մի բանի չենք խառնվում, պաշտամունքը ուշացած գալի, չվերջացած գնում ու աշխատում ենք չխառնվենք շատ բանի, ես հեռու ամեն ինչից հեռու խախանդ իմ համար ապրեմ։ Չէ, այդ ժամանակ տանտերը չի կարող, եկեղեցուները չի կարող քեզ գործածել։ Օրինակ տանը մենք տանտերերը, տան ապրանքները գործածում են, ձեռք ընկած ամեն մի ապրանք իր նպատակի համար։ Ժամանակ առ ժամանակ, գոնե տարին մեկ, տանտերը մի հատ խորքային ու բորկայա, հա, ձեռնարկում։ Երբ որ հանկարծ ինչ որ ապրանքներ տեսնում է, որ չի գործածվել, այս մի տարի չի գործածվել, դրանց այդ ապրանքների հանդեպ ինչ որ որոշում է կայացվում։ Ներողություն եմ խնդրում ապրանքի հետ համեմատվելու, բայց մենք Աստծո ձեռքում գործածվող գործիքներ ենք։ Աստված մեզ գործածում է։ Աստված ուզում է, որ մենք իր ձեռքի տակ լինենք, գործածվող լինենք, մի անկյունում չկորենք, տարիներով չկարողանա մեզ գործածել։ Տեղից շարժվելու համար մի շատ կարևոր պայման կա։ Մեր առաջնորդը պետք է լինի Սուրբ Հոգին։ Մենք պետք է առաջնորդվենք Սուրբ Հոգով, որպեսզի կարողանանք Աստծո ձեռքի տակ գործածվել, որովհետև Սուրբ Հոգին մեզ տանում է, առաջնորդում այնտեղ, որտեղ որ պետք է։ Եթե Սուրբ Հոգուց բացի ուրիշ առաջնորդներ ենք ունենում մեր կյանքում, մի շատ դժվարին իրավիճակում ենք հայտնվում։ Դպրոցական գրքերում մենք կարդացել ենք Կարաբի Խեցգետնի գայլաձուկի պատմությունը։ Եթե Սուրբ Հոգին քեզ քաշում է դեպի վերև, քո ընկերական շրջապատը քաշում է դեպի ցամաք, չգիտեմ, սոցիալական ցանցերը քաշում են դեպի ծովը, Կորինթացիներին ուղված առաջին նամակի 5-րդ գլխի 6-րդ համարը։ Այդ ձեր բարձրանալը լավ չէ։ Չգիտեք, թե քիչ խմորը բոլոր զանգվածը խմորում է։ Նույն միտքը նաև Գաղատացիներին ուղված նամակում է գրված 5-րդ գլխի 9-րդ համարում։ Մի քիչ խմորը բոլոր զանգվածը խմորում է։ Հաց թխողը, որպեսզի կարողանա հաց ստանալ, խմորի մեջ թխմոր է ավելացնում։ Հիմա թխմորին փոխարինիչներ կան, բայց էլի այդ ես թխմորի մասին եմ խոսում, որ ես հիշում եմ, որ փոքր էինք մաման թխմոր էր ունենում ու պահում էր ու այդ թխմորը գցում էր ալյուրի շաղած ալյուրի զանգվածի մեջ, ժամեր հետո դա ամբողջը դառնում էր նույն զանգվածից։ Հաց թխողը տարբեր տարաների մեջ հնարավոր է թխմորներ պահի, ինչի համար, որ այս տարայի ալյուրի, շաղած ալյուրի մեջ այս թխմորը ավելացնի, այս մյուս շաղած ալյուրի մեջ այս թխմորը ավելացնի, որպեսզի ամբողջը դառնա նույնը։ Մենք եկեղեցում մեր ընթացքի մեջ, մեր հոգևոր ընթացքի մեջ կրթվում ենք, սովորում ենք,
դառնում ենք պատրաստի անոթ նրա համար այն նպատակով, որ երբ որ ընկնենք ինչ որ մի շրջապատի մեջ, այդ շրջապատին մենք կարողանանք մեր ոչ թե մենք նրանց նմանվել, այլ նրանց դարձնենք մեր նման։ Մենք իրենց դարձնենք, այդ թխմորի նման դարձնենք մեր նման ամբողջ շաղախը։ Աստված մեզ պատրաստել է Փառք Աստծուն նման եկեղեցում գտնվելու համար, նման եկեղեցու համար, որ մենք հնարավորություն ունենք շատ լավ հոգևոր կրթություն ունենալու, շատ հոգևոր խորը գիտություններ ունենալու, ինչի համար եմ սա ասում, Աստված շատ մարգարեների, առաջնորդների միջոցով մեզ հուշում է, որ իր գալուստը շատ մոտ է, վերջին օրերն ենք ապրում։ Ու վերջին օրերից առաջ պատրաստվում ենք ժողովրդի արթնանալու, ժողովրդի մեծ շարժի, մեծ արթնության, որ մարդիկ շուտով հազարներով գալու են եկեղեցի, սկսեն Աստծո երեսը փնտրել։ Եվ նրանց առաջնորդողներ են պետք լինելու, նրանց սովորացնողներ են պետք լինելու։ Հիմա չգիտեմ եկեղեցում ինչքան տնային խմբակներ ու ավակներ կան։ Երբ որ հազարներով գան, պատրաստի մարդիկ են պետք լինելու, որ այդ մարդկանց սովորացնեն, մարդկանց դարձնեն իրենց նման։ Մենք հիմա պատրաստվում ենք, նախապատրաստվում ենք այդ մեծ արթնությանը, այդ շարժին։ Ու եկեք մենք բոլորս տրամադրվենք, որ օրեր անց, չգիտեմ ինչքան ժամանակ հետո, մենք բոլորս պետք է պատրաստի, այդ թխմորի պես պատրաստի լինենք, որ երբ որ տնային խմբակները, երբ որ նոր եկող մարդիկ հավաքվեն մեր շուրջը, մենք կարողանանք այդ մարդկանց մեր նման դարձնել։ Մենք կարողանանք այդ մարդկանց վրա ազդել մեր հոգևոր Սուրբ Հոգու օծությունով, Սուրբ Հոգու զորությունով։ Եվ դու իմացի, դու այսօր պետք է պատրաստվես վաղվա արթնությանը։ Մեկ օր Աստված քեզ գործածելու է։ Երբ պատրաստ լինես, այդ ժամանակ կգործածվես։ Եկեք մենք մեր անձերը պատրաստ պահենք, որ երբ որ Աստված ուզի գործածել, մենք ուղղակի շաղախ չլինենք, այլ թխմորի պես ազդող լինենք։ Մենք կարողանանք մեր շրջապատին, մեր կողքիններին դարձնել մեզ նման։ Ովքեր որ ծրագիր չունեն հետագայում Աստծո կամքը իրենց կոչմանը հասնելու ու կոչման մեջ ծառայելու, շուտով որ կանգնել են աղոթքի, ազատ են, կարող են չմիանալ աղոթքին, կարող են դուրս գալ, բայց ովքեր որ ուզում են որոշում են կայացրած, որ Աստված իրենց ինչի մեջ կանչելու է, դրա մեջ լինեն, Աստված ինչի մեջ իրենց առաջնորդի, ինչ գործի, ինչ ծառայության մեջ առաջնորդի, ասելու են այո եւ ամեն Աստծո կանչին, խնդրում եմ նրանք միանան աղոթքին, որոշում կայացնեն եւ կանգնենք Աստծո առջև մեր որոշումը հաստատելու։ Փառք ես Տեր, սիրելի Աստված ջան, շնորհակալ ենք քեզանից, որ դու մեզ նախորոք պատրաստում ես քո խոսքը կատարելու համար։ Շնորհակալ ենք քեզանից, որ դու քո կամքը հասկացնում ես մեզ եւ մեզ առաջնորդում ես քո կամքի մեջ։ Խնդրում ենք օգնիր մեզ, մեր սրտի մեջ մեր որոշումները կայացնելու ժամանակ, որ մենք կարողանանք մեր որոշման ետևում կանգնել, որ մենք կարողանանք որոշում կայացնել եւ այդ որոշման մեջ քայլել, որ մենք կարողանանք պատրաստ լինել ամեն ժամանակ քո կանչին, որ մենք քո կանչին ոչ թե ետ գնանք ու թաքնվենք, այլ քո կանչին արձագանքենք ու ասենք այո, ես պատրաստ եմ ու գործածիր ինձ քո կամքի համար։ Խնդրում ենք քո կամքը կատարվի մեր մեջ, քո եկեղեցում ու այս ժամերի մեջ, այս րոպեների մեջ եւ հավիտյան մեր հետագա կյանքի մեջ փառավորվի քո անունը եւ մեծարվի հավիտյանս հավետենից։ Ամեն։